Հիմա կփորձենք գտնել MOM estimator Bernoulli distribution-ի P պարամետրի համար։ Մենք ուզում ենք գտնենք MOM estimator, երբ որ ունենք x1, x2, x3 և xn հատ random variable-ներ, որոնք որ գալիս են x Meyer distribution-ից, որը որ Bernoulli-ն է, որի պարամետրը P-ն է, probability-ն։ Դե, ինչ ասում մեզ MOM estimator, ասում է առաջին հերթին գտի քո theoretic moment-ը, ինչը որ մեր մոտ population-ի moment-ն է։ Population-ի moment-ը գտնելու համար մենք առաջին կարգի ենք անում, որովհետև մենք ունենք P1 աստիճան, ոչ թե P2 աստիճան, այսինքն մեր degree-ն 1 է, հավասար է expectation of x, այն մեր fundamental step-ն է, որ ինքը եթե 1 է հավասար k-ը, ուրեմն միշտ ինքը նույն expectation-ն է մեր Meyer distribution-ի, որը որ հավասար է Bernoulli համար, մենք գիտենք, որ իր expectation-ը P է, նույն պարամետրն է։ Հետո ասում է, okay, population-ի moment-ը ունես, ապրես, հիմա գտնում ես sample-ի moment-ը, sample-ի moment-ը, մենք գիտենք, որ առաջին կարգի sample-ի moment-ը M1 հավասար է 1/n-րդ sum of xi, առաջին կարգի, ստեղ էլ է առաջին կարգի, չենք մոռանում, մեկերը չեմ գրում։ Հիմա երբ որ մենք ունենք population moment-ը ու sample moment-ը, երրորդ step-ով MOM-ը ասում է, որ պետք է population-ի moment-ը հավասարացնես քո դիտարկվող real data-ի moment-ի հետ, այսինքն sample-ի moment-ի հետ։ Այս դեպքում կստացվի, որ մենք population-ի moment-ը մեր մոտ P-ն է, որը հավասար է 1/n-րդ մեր sample-ի moment-ը xi։ Սա շատ նման է Poisson-ի դեպքին, ինչի, որովհետև երբ որ մենք ունենք, որ expectation-ը հավասար է նույն մեր պարամետրին, առաջին կարգի դեպքում, մենք նաև ունենք, որ sample moment-ը x բառն է, այսինքն մենք միանգամից էլ 4-րդ step ստեղ չենք ունենում, որ լուծենք այդ unknown P պարամետրի համար։ Ու ստեղ մենք միանգամից կարող գրենք, որ քանի որ մեր ձախ կողմում միայն մեր փնտրվող պարամետրն է unknown, կարող գրենք, որ սա MOM estimator-ը մեր իրական population-ից եկող P պարամետրի համար։ Ու եթե նայենք ստեղ մեր Poisson-ի դեպքին, տեսեք, Poisson-ի դեպքում մենք ուզում էինք գտնել ու ստացանք, որ լյամդան է իր expectation-ը, ու ստեղ էլի տեսեք, մենք 4-րդ կետ չունեցանք, որովհետև մենք միանգամից գտանք ու միանգամից ձախ մասում հայտնվեց մեր փնտրվող պարամետրը, ու միանգամից ոնց որ փակվեց թեման, MOM estimator-ը միանգամից մենք գտանք։ Բայց օրինակ, որ հիշենք էքսպոնենցիալի դեպքում մենք որոշակի լրացուցիչ step-եր արեցինք 4-րդ կետում, որ գտնենք հենց ձախ կողմում գտնվող պարամետրը, այսինքն ձախ կողմում մենք տեսնենք այդ պարամետրը, նոր ասենք, որ ինքը MOM estimator-ը։ Շատ նման է սա Bernoulli distribution-ի MOM estimator-ը շատ նման է Poisson-ի դեպքին, որովհետև էլի եմ ասում, expectation of Bernoulli ինքը նույն իր պարամետրն է, ուստեղ այս երրորդ կետում ինքը միանգամից ապահովում է ձախ կողմում լինելը իր ըստ այս պայմանի, ու ոնց որ MOM estimator-ը մենք գտնում ենք Bernoulli distribution-ի P պարամետրի համար միանգամից, առանց 4-րդ կետի, որովհետև արդեն ինքը հավասարումը լուծված տեսքով է մեզ հանդես գալիս։